Քանի որ խորագիրը հանդիպման ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն է, ես ուզում եմ խոսել այս համատեքստում կառավարության եւ դատական իշխանության երկխոսության եւ դրա կարեւորության մասին։ Երբ խոսում ենք ժամկետների խնդրի մասին, միշտ բարձրաձայնում ենք օբյեկտիվ խնդիրներ, որոնք այո իրապես առկա են, բայց այդ երկխոսությունն է, որ մեզ բերում է այն ցանկալի արդյունքին, որը որոշ դեպքերում կա նաև հիմա։ Շնորհակալ եմ, որ նշեցիք հաստիքների ավելացման մասին։ Այո, 2019 թվականից ի վեր 80 դատավորի հաստիք է ավելացվել։ Դուք բարձրաձայնում եք այն խնդրի մասին, որ վարձատրությունը քիչ է, պարոն Աթաբեկյանն իր ելույթում նշեց, որ դատավորների վարձատրությունն այս ընթացքում ավելացել է 40%-ով։ Դուք ասում եք օրինակ, որ ճիշտ չէր արագացված դատավարությունը, դատաքննությունը հանել նորօրենսգրքից, կառավարությունը լսում է ձեզ եւ հետ է բերում այդ կառուցակարգը։ Դուք ասում եք, որ մենք ծանրաբեռնվում ենք դատական ակտի յուրաքանչյուր էջը ստորագրելով, մենք ասում ենք շատ լավ, մենք կփոխենք այդ կարգավորումը։ Դուք ասում եք, որ մեզ արագ գործելու համար անհրաժեշտ են պարզեցված ընթացակարգեր, գրավոր ընթացակարգեր, մենք որպես կառավարություն ասում ենք շատ լավ, մենք կնախաձեռնենք փոփոխություններ, որոնք ձեզ կտան պարզեցված եւ արագացված կարգով քննել գործեր։ Բայց խնդիրները շարունակում են դեռ մնալ ակտուալ եւ ես ունեմ համոզմունք, որ խնդիրների մեծ մասը այս պահին գոնե թե ոչ թե օբյեկտիվ են, այլ սուբյեկտիվ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ նույնիսկ եթե համարենք, որ կան օբյեկտիվ շատ մեծ խնդիրներ, դրանց պայմաններում բարեխիղճ դատարանների, դատավորների գոյությունը, որոնք հասցնում են ողջամիտ ժամկետում գործերի քննություն իրականացնել, մեզ բերում է այն կարծիքին, որ իրականում խնդիրների մեծամասնությունը սուբյեկտիվ բնույթի են։ Եվ նաև այս հարցը շահկապելով, խնդիրը շահկապելով ձեր հարցին, պետք է ասեմ, որ այս պատկերը մենք տեսնում ենք նաև մեզ ուղղված դիմում բողոքներում։ Ինչ ենք մենք տեսնում դրանցում։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Եվ այս հարցերի պատասխանները, եթե դրանք օբյեկտիվ բնույթ ունեն, մենք մանճանապարով, եթե դրանք սուբյեկտիվ են, ապա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հանգեցնեն կարգապահական պատասխանատվության եւ որոշ դեպքերում ես ուրախ եմ, որ հանգեցնում են կարգապահական պատասխանատվության։ Ուզում եմ նշել, որ մենք ունենք մի արդեն պրակտիկա, որ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում են կամ կանխատեսում են հանգուցալուծումը հնարավոր լիազորությունների դադարեցման տեսքով, սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից։ Ես չեմ կարող ասել սա լավ է թե վատ է քաղաքացու տեսանկյունից ու աչքերում այդ դատավորը այդպես էլ չի արժանանում համապատասխան պատասխանատվության, բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է եւ իրապես մաքրվում է, որովհետեւ մեզ ներողություն, բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր։ Այս առումով մենք պետք է ունենանք գործիքակազմեր, որոնք դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա նույն դատավորներին համալրել դատավորների շարքերը ապագայում։